Գրքի մոգական ուժը կրկին համախմբել է ընթերցասերներին։ Նյումեգ հրատարակչությունն ու Վերածնունդ հիմնադրամը ընթերցանության մշակույթը, գիրքն ու գիտելիքը համայնքային գրադարաններ բերելու առաքելությամբ Եղվարդի համայնքային գրադարանին շուրջ 500 գիրք են նվիրել։ Հայալեզու որակյալ բովանդակությունը բազմաժանր է, հագեցած արդի ու ժամանակակից հետաքրքիր գրականությամբ թե մեծահասակների, թե փոքրերի համար։ Եվ գիտական գրականություն կա այստեղ, եւ գեղարվեստական, եւ հասարակագիտական, եւ փիլիսոփայական, եւ կրոնագիտական, եւ պատմագիտական, հայ պատմագիտական մեծ աշխատություններ, կարևորագույն մեր ժամանակներում ստեղծված աշխատություններ կան։ Նյումեգի գլխավոր խմբագիրն առանձնացնում եւ կարևորում է նաեւ դեռահասների համար ֆանտաստիկ լավ սյուժեով արկածային, ոչ մի րոպե չձանձրացնող Անաբել Սթեդմանի Սկանդարն ու Միեղջյուրի գողը համաշխարհային բեսթսելերը, որը խորասուզում, կլանում ու տպավորում է իր ընթերցողին։ Համաշխարհային բեսթսելեր է։ Եվ եթե ամբողջ աշխարհում սա պատանիների համար մեկ ընթերցանության նյութ է, ինչու չլինի նաև հայերի համար։ Նախաձեռնության նպատակը ըստ հրատարակչության տնօրենի գրքի ուժով համայնքի հոգևոր եւ մտավոր ներուժը զարգացնելն է, որակյալ գրականությունը համայնքներին հասանելի դարձնելը։ Վստահ են, ճիշտ ընտրված գրքի միջոցով կարելի է ձևավորել գիտակից քաղաքացի եւ հզոր համայնք։ Հոգևոր եւ մշակութային բովանդակությունը, ժամանակակից բովանդակությունը, որ այսօր ստեղծվում է Հայաստանում, անպայման հասանելի լինի մարզերում եւ այդ առիթով Արտուր Ջանիբեկյանի հիմնադրած կազմակերպությունը համաձայնեց մի քանի կարևոր նշանակություն ունեցող համայնքային գրադարաններին հատկացնել գրքեր։ Որակ, ճաշակ ու գունամտածողություն են թելադրում նյումեգցիները։ Ասում է գրադարանի տնօրենն ու նկատում այս նվիրատվությունը նոր շունչ կհաղորդի գրադարանի գործունեությանը, կնպաստի գրքի նկատմամբ հատկապես երեխաների եւ երիտասարդների հետաքրքրվածությանը։ Համայնքային գրադարանների համար սա շատ մեծ նշանակություն ունեցող նախաձեռնություն է, սա հարթակ է ստեղծում ընթերցողներին ծանոթանալու գրահրատարակչական արտադրանքին, գրքին, այն հեղինակներին, որոնք մեծ ճանաչում ունեն արտասահմանում։ 500-ական գիրք արդեն նվիրաբերել են Ալավերդու, Վանաձորի, Դիլիջանի, Քաջարանի, Վայքի ու Աշտարակի համայնքային գրադարաններին։ Վերածնունդ հիմնադրամի եւ Նյումեգի այս նախաձեռնությունն այսքանով չի ավարտվում։ Գրքերի ճամփորդությունը շարունակվում է։ Հաջորդ կանգառը համայնքային նոր գրադարան կլինի։ Սվետլանա Ավդիշյան, Զոհրաբ Քարամյան, ժամը լրատվական։